Բարեկոսելի ուսանողներ, շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին եւ այսօր երկրի կարևորագույն իրադարձություններից երկուսը մեր տաղավարում են։ Բարև ձեզ, պարոն Այկ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև Պետրոս։ Շնորհակալություն, որ չեք մերժել հրավերը, ումից սկսենք։ Ես առաջարկում եմ ինձանից սկսենք առաջինը, որտեւ ես որ եկա իշխանության, քեզանից եմ սկսելու առաջինը։ Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, պարոն Ղազարյան։ Ոչ մեկին մի լսեք, այլևս վախի մթնոլորտ չկա։ Ումից ուզում եք սկսեք։ Ինձնից սկսի։ Շատ լավ, պարոն վարչապետ։ Հաջան։ Յա, թանել չէ փրթած մածուն էլի։ Հաջան, Պետրոս ջան։ Պարոն վարչապետ, ձեր անդիմախոսները ձեզ քննադատում են, որ ուզում եք 300,000 ադրբեջանցիներ բերեք։ Ինչ կասեք։ Լսեք, 300,000 անգամ ասել եմ, որ չկա նման բան եւ չի կարող լինել։ Ուրեմն կամ դուք տեղյակ չեք իրականությունից, կամ իրականությունը տեղյակ չի ձեզնից։ Ես ես նույն բանը համ բանդի խծից եմ ասել, համ էլ հիմա եմ ասում այստեղ։ Պարոն ջան, շատ կներեք ինձ, բայց ձեր անդիմախոսներն էլ ասում են, որ դուք Հայաստանը ուզում եք սարքեք գուբերնիա։ Դրա մասին ինչ կասեք։ Բացարձակ սուտ է։ Հերուրանք։ Այո։ Հ Ե Ռ Ե ու Լավ, պարոն վարչապետ։ Հասկանալ է, ես ուզում եմ հիշեցնել, պարոն Այկ, որ կանգ առանք գուբերնիայի թեմայի վրա, պարոն ջան։ Ախար գուբերնիան որն է։ Գուբերնիա արդեն 100 տարի չկա։ Գոնե ասեք օբլաստ, ռեգիոն, կամ ասենք Երևանսկայա Նարոդնայա Ռեսպուբլիկա։ լսեք ինչեր եք խոսում։ Հանգստացեք, պարոն վարչապետ։ Ջուր կուզեք։ Չէ, շնորհակալ եմ։ Ուտելու բան կա։ Ուղղակի որ ներվայնանում եմ, սովածանում եմ։ Այս մարդը այնքան է իրականությունից կտրված, գիտի պերաշկյանոց է եկել։ Բա ինչ անեմ, սևիկ ռաուտ եմ անպայման որ սրտներովդ լինի։ Դուք հələ սպասեք, բոլորիդ խեղդելու եմ այդ սևիկ ռայի մեջ։ Առինջից մինչև կալուգա։ Եվ այո, պերաշկի ուտողները պետքա ուտեն պերաշկի ուտողներին։ Ուրեմն իրան ասեք, որ ամեն մարդ չի, որ կարա կալուգայի անունը տա։ Սկի տեղը չգիտի երևի քարտեզի վրա։ Լսեք, ես մի տեսակ քարտեզ գիտեմ, եւ ով այդ քարտեզից ենկոն բանա ճանաչում, անձամբ իմ հետ հարց ունենալու։ Այս մարդուն հրավիրել եք, որ սադրանքներ անի, ես չեմ հասկանում։ Փոքրիկ խմբագի ոճն է, սադրում են բոլորին, հետո գործ են կարում վրեկները։ Գործ տվող եք դուք։ Տոլասի է։ Մի րոպե, պարոն Այկ, շատ կներեք, ընդհատեմ ձեզ, բայց չի կարելի էլի մարդիկ են նայում մեզ։ Ես ուշադիր հետևել եմ, պարոն ջան, պարոն Փոշյան, ձեր քարոզարշավներին եւ ինձ մի հարց է հետաքրքրում։ Հայ կարելի է տալ այդ հարցը, կարելի է, չէ՞։ Չեք ամաչում։ Ով որ սկսելա թող ինքն էլ ամաչի։ Ես օրինակ ամաչում եմ։ Դե մարդ ենք, մի օր կտականանք, մի օր սառը գլխով կդատենք։ Սիրելի ժողովուրդ, ես երկուսիս փոխարենել ներողություն եմ խնդրում։ Քարոզարշավա։ Մի օր կբարկանանք, մի օր բույնի կկոխենք։ Քարոզարշավի ընթացքում վախի մթնոլորտ է եղել։ Մի հատ երկիչ չկարողացանք կանչել, որ միտինգներից հետո ժողովրդին ուրախացնի։ Սաղ վախեցած փախնում են։ Գիտեք ինչի չեն երգում, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ ձեր երգը վաղուց երգած է։ Լավ, շատ կներեք, ես կարծում եմ, որ ես խոսենք, անդադ խոսենք, էլի հիմա ժամանակն է կարճ ներկայացնեք, պարոն Այկ, կարճ, ինչի պիտի ժողովուրդը ընտրի ձեզ։ Այ պարոն ջան, ինչի պիտի ընտրի ձեզ ժողովուրդը։ Թող ինձ չընտրի, թող վաճոին ընտրի։ Կարևորը իրանց ձեն չտան։ Պարոն ջան, առաջարկում եմ վաճոին հանգիստ թողնել։ Դուք եք, չէ՞, վարչապետի տեխնացու։ Դուք չեք։ Եթե ես դարձա հաջորդ վարչապետը, երգիրը այս չոկած վիճակից կհանեմ։ Իսկ ես բոլորիդ կչոքացնեմ։
Ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Պարոն, դուք ձերը ասեք։ Ես եկեղեցու կողքին կանգնած եմ։ Դու կյանքի մեջ եկեղեցու կողքին կանգնած կաս։ Լսեք, ես հո եկեղեցու պարկովշիկը չեմ, որ կողքին կանգնեմ։ Ես երբ ուզեմ ներս կմտնեմ։ Ես լիքը բարեգործություն եմ արել։ Ես էլ թոշակներն եմ բարձրացրել։ 2000 ռուբլիով թոշակ են բարձրացրել, սարքել են մադի փաթաթան։ Սիրելի ժողովուրդ, ես կարծում եմ, որ մեր երկիրը մեր տունն է։ Եվ ոչ ոք չի կարա դրսից գա մեր տուն ու մեզ մեր տանը ինչ որ բաներ թելադրի։ Լսեք, առաջի հերթին դուք եք իմ տուն եկել, ոչ թե ես ձերեն են տաճեկը։ Դենց որ է սաղ տաղավարը հավաքեք ու տավա էստից։ Պարոն, իսկ կարող եք գոնե մի անգամ իրար չվիրավորեք։ Մեզ երեխաներ են նայում, ձեզնից ինչ են սովորելու։ Առաջարկում ես բարի շենք։ Ես խնդիր չեմ տեսնում։ Տղա են կարա մի օր կկռվենք, մի օր էլ կբարիշենք։ Ինչ ա եղել։ Շատ լավ է։ Ձեր ուստատողներ, քանի ես բարի նոտայի վրա խոսակցություն եմ, առաջարկում հենց այս կետի վրա էլ ավարտենք եւ կարևորագույն խորհուրդս ձեզ ամսի 7-ին գնացեք ընտրության, տեր կանգնեք ձեր քվեին, մեկը ում էլ ընտրեք, նույն քաքի մեջ են կլինելու։ Ինչ որ բան ունեք ավելացնելու, պարոն։ Այո, ես ունեմ։ Սիրելի հայրենագիցներ, կոչ եմ անում ձեզ։ Տեր կանգնեք ձեր խաղաղությանը։ Դզեց։ Ուրեմն հիշեք, որ ուժեղ Հայաստան լինելու է անպայման։ Ջան, Ստոպ, ունենք։ Վերջ պարոնեք, շնորհակալություն։ Ապրես Պետրոս ջան։ Ասում եմ չգնանք միտեղ մի կտոր հաց ուտենք։ Մեռանք կուկուրուզ ու պերաշկի ուտելով, այ մարդ։ Ես չեմ կարակամ։ Ինչի։ Ասում են չի, տնային կալանք ես տվել։ Աթարգի հա տնային կալանք։ Մի բան գցի վրեդ գնանք։ Հա։ Դե ուրեմն հաշիվը փագելը իմ վրա։ Անտիր, ուտելն էլ իմ վրա։ Անենց գարի խաշլամի ախոտաբաց հել հորը սազի զարել։ Վերջին չքաղաքական ներկայացումները ընտրություններից առաջ։ Հունիսի 5-ին, 6-ին եւ 7-ին սիրով կսպասենք ձեզ HD Arena-ում։ Շտապեք։